հարգելի գործընկերներ, քանի որ այս պահին ես հանդիսանում եմ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, ես ներկայացնեմ 25 թվականին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի բյուջեի կատարողականը, արդեն որերորդ անգամն է արձանագրում ենք, որ նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանից հետո բավական դժվար է ներկայացնել հանձնաժողովի փոքր բյուջեն մեկ ծրագրով, բայց Ես անգամ հերթականություն փոխենք, ամեն անգամ տենց եք ասում։ Հավանաբար հերթականությունը փոխելու անհրաժեշտություն կա։ Ամեն դեպքում միշտ հաճելի է գտնվել ազգային ժողովում ներկայացնել հանձնաժողովի ծրագրերը եւ այս դեպքում նաեւ բյուջեի կատարողականը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը անկախ սահմանադրական մարմին է, որն առանցքային դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորման, խոսքի ազատության, բազմակարծության ապահովման եւ օրենսդրական պահանջների վերահսկման գործում Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ տեսալսողական մեդիայի մասին օրենքի, ինչպես գիտեք, հանձնաժողովն ամենամյա հաղորդում է ներկայացնում ազգային ժողովին տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին, տեղեկատվական մեդիա ոլորտում միաժամանակ ներկայացնելով կառույցի նպատակային ծրագրերը, այնպես էլ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսատարությունն ու արդյունավետությունը եւ հանձնաժողովը արձանագրել է, որ 2025 թվականի բյուջետային տարին հանձնաժողովի համար եղել է տեխնիկական արդիականացման, իրավական դաշտի եւ մշտադիտարկման գործիքակազմի ընդլայնման տարի Հանձնաժողովի տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորում ծրագրով 2025 թվականի հաստատված բյուջեն կազմել է 381.2 միլիոն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 392.6 միլիոն դրամ, ճշտված բյուջեում ավելացել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի EPRA-ի 62-րդ աշնանային նստաշրջանը Երևանում կազմակերպելու ծախսերը, որը կազմել է 11.3 միլիոն դրամ։ 2025 թվականին ՀՌՀ-ի փաստացի ծախսերը կազմել են 384.5 միլիոն դրամ, ապահովելով 97.7% կատարողական։ Միջոցները հիմնականում ուղղվել են ՀՌՀ գործունեության ապահովմանը, տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորման ծառայությունների միջոցառմանը, որի ծախսերը կազմել են 370.2 միլիոն դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98.5%-ը եւ սա պայմանավորված է էներգետիկ եւ կապի ծառայությունների գծով տնտեսումներով, ինչպես նաեւ մրցույթների արդյունքում ապրանքների եւ ծառայությունների ավելի ցածր արժեքով ձեռքբերմամբ։ ՀՌՀ տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 77.8%-ով, կազմելով 4.1 միլիոն դրամ, որը պայմանավորված է մրցույթի արդյունքում սարքավորումների եւ գրասենյակային գույքի նախատեսվածից ավելի ցածր արժեքով ձեռքբերմամբ։ Ֆինանսական միջոցները բաշխվել են բացառապես տեսալսողական մեդիայի ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակում, ապահովելով բյուջետային միջոցների նպատակային եւ հասցեական օգտագործումը։ Բացի պետական ֆինանսավորումից ՀՌՀ-ն իր իրավասությունների շրջանակում հանդես է գալիս նաև որպես պետական եկամուտների գեներացմանը նպաստող մարմին։ 2025 թվականի ընթացքում հանձնաժողովի կարգավորման եւ վերահսկողության դաշտում գործող ընկերությունների վճարումների արդյունքում ՀՀ պետական բյուջեի մուտքագրվել 39.2 միլիոն դրամ։ Այս գումարը ձևավորվել է հետևյալ աղբյուրներից՝ տեսալսողական եւ լսողական մեդիա ծառայություններ մատուցողների լիցենզավորման եւ հեղինակազորման պետական տուրքեր, գործող լիցենզիաների վերաձևակերպման կամ փոփոխման համար սահմանված վճարներ, օրենսդրական խախտումների համար կիրառված վարչական տույժերի գանձումներ։ Ինչպես գիտենք, տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունում ձևավորված է բավականին դինամիկ եւ բազմաշերտ տեսալսողական մեդիա միջավայր,
Հանձնաժողովի դաշտում 2025 թվականի ընթացքում գործել են ընդհանուր առմամբ 94 լիցենզավորված եւ 65 հեղինակազորված ընկերություններ, լիցենզավորված կազմակերպությունների թվում են հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռում ունեցող հեռուստաընկերություններ, ռադիոհաճախականություն ունեցող ընկերություններ, ցանցային օպերատորներ։ Հաշվետու տարում ՀՌՀ-ն իրականացրել է մի շարք մրցույթներ ազատ հաճախականությունների օգտագործման լիցենզիաների տրամադրման համար։ Հանձնաժողովի ամենօրյա աշխատանքի կարևորագույն մասն է կազմում հեռուստա եւ ռադիո ընկերությունների եթերի մշտադիտարկումը, պարզելու համար նրանց օրենսդրությանը համապատասխան։ 2025 թվականին ՀՌՀ-ի իրականացրած մշտադիտարկման արդյունքում հարուցվել է 84 վարչական վարույթ եւ հատկանշական է, որ վարչական վարույթներից 74-ը հարուցվել են հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա, իսկ 10-ը դիմում բողոքների հիման վրա։ Եթե հարցեր լինեն, կարող եմ իհարկե անդրադառնալ հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթների ընդհանուր նկարագրությանը։ 2025 թվականին հանձնաժողովը ընտրել է հանրության եւ մեդիա սպառողների հետ երկխոսության նոր ձևաչափ, ոլորտի հիմնախնդիրները, մեդիա սպառողների իրավունքները լուսաբանելու, ինչպես նաև հանրության մեդիա գրագիտությունը բարձրացնելու նպատակով սկսել է իրականացնել ՀՌՀ փոդքասթը եւ այս ընթացքում 1 տասնյակի հասնող թողարկումներ են նկարահանվել։ Այս նախագծի շրջանակներում հանձնաժողովի անդամները, լրագրողներն ու մեդիա փորձագետները զրուցել են այնպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են ատելության խոսքի դեմ պայքարը, հիբրիդային պատերազմների, ապատեղեկատվության տարածման կանխումը, թվային հեռարձակման նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ արհեստական բանականության ազդեցությունը ժամանակակից մեդիայի վրա։ ՀՌՀ-ն ազգային ժողովին ներկայացվող տարեկան հաղորդման ընթացքում եւ նաեւ բյուջետային կատարողական ներկայացման ժամանակ օգտագործում է լսարանը բարձրացնելու նաեւ հանձնաժողովի արձանագրած խնդիրները, որոնք որ օրենսդրական բարելավումների դաշտում են եւ այդ առումով շատ հետաքրքիր եւ կարեւոր է իմանալ ազգային ժողովի պատգամավորների տեսակետը եւ արձանագրել նաեւ այդ փոփոխությունների ուղենիշը, որ հանձնաժողովը լիահույս է իրականացնել առաջիկայում գումարվող նոր ազգային ժողովի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։